Մենակություն բառից դողդողում է հոտն իմ սենյակի, ու ես հասկանում եմ, որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը։ Երբ աչքերն են սառում, ասում են, թե այ, մարդ է գալու, բայց դա եթե սուտ չէ, ապա բարություն է, որ ծնվել է միայն խեղճությունից։ Իմ ունքել են սառում, սակայն դու չես գալու, դու չես կարող, գիտեմ, և օդը սենյակիս պիտի շարունակի մենակություն բառից անվերջ դողալ, հարուցելով իմ մեջ այն միտքը հին, թե վիհերը գուցե նրա համար են լոկ, որ մարդ ներքև նետվի։ Իսկ թե վիհերը իրոք նրա համար են լոկ, որ մարդ ներքև նետվի, այդ դեպքում ես ինչպես անեմ, կուշ չեմ, կուշ կոտրուկ եմ, չեմ կոտրվում, միայն փետրվում եմ, և դրանից արդեն ես հոգնել եմ, ինչպես թուղթն է հոգնել իմ ջանքերից, հեռվից հեռու ասել քեզ երկու բառ, որ կարող է նույնքան ինձ թարգմանել, որքան թարգմանում է ինքնաթռին հավ, սուտ կա, որ ճիշտ արժե, ու ես հավատում եմ մեր հնարած ստին, թե չենք կորցնի իրար, վախ կա, որ մահ արժե, ու ես վախենում եմ, թե կհաղթի կյանքը և կմնամ ցավի խեղճ պատմաբան միայն, և վերջապես քայլ կա, որ հենց թռիչք արժե, և ինձ դուրս եմ քաշում իմ մտքերի միջից, ինչպես առողջ ակռան բերանից են քաշում, բայց հոգնել եմ արդեն, և հոգնել եմ այնքան, որ չեմ զգում ոչինչ, ցավ չեմ զգում անգամ, այ թե հնար լիներ չզգալ նաև, որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը։